Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնական մեկնաբանությամբ է հանդես եկել կապված Հայաստան-Եվրամիություն նոր ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը կասկած է հայտնում, թե Հայաստանը լուրջ է վերաբերվում այդ թրիփ նախագծին եւ խաղաղ գործընթացին։ Ադրբեջանը համարում է, որ Հայաստան-Եվրամիություն այս փաստաթուղթը վտանգում է խաղաղության գործընթացը մեր տարածաշրջանում։ Այս ամենը համահունչ է ամեն շաբաթ Մարիա Զախարովայի կողմից կամ հավաքական Մարիա Զախարովայի կողմից տիրաժավորվող այդ փնթի մեկնաբանություններին, եւ մենք տեսնում ենք, որ այս ամենը դատարկ տեղի չի ունենում։ Այո, Արաքչին է ռուսական հանձնարարությամբ գալիս Բաքու, խոսակցություն բացում Բաքվի եւ Երևանի միջև, 3+3 փաթաթում Ռուսաստանի համար ճանապարհ բացելով մեր տարածաշրջան։ Բացի դրանից էլ Ռուսաստանն է իր պրոքսիների միջոցով Հայաստանի ներսում թափ հավաքում ընդառաջընտրությունների եւ ահա Ադրբեջանը գալիս եւ գումարվում է դրան։ Շատ պարզ հաշվարկ է։ Ադրբեջանին պետք չէ բաց տարածաշրջան, իրեն պետք է միայն տարանցում, ընդ որում իր պայմաններով եւ այս թրիփի մեջ նա իր շանսն է դեռ տեսնում, քանի հայ-ամերիկյան փաստաթուղթը թրիփի հենց վերաբերյալ, այն արդեն կոնկրետացված գետնի վրա այդ կոնսորցիումը դեռ ստեղծված չէ։ Այդ ռեժիմի հետ կապված դեռ հարցեր են մնում։ Դա այն էր, ինչի մասին դեռ այսպես անորոշ խոսում են թե Թեհրանից, թե Մոսկվայից։ Կներեք, սա մեր տարածքն է, մենք ենք որոշելու եւ այստեղ Ռուսաստանի կողմից խափանարար գործունեությունը, այո, պետք է կասեցվի, այդ թվում նաեւ տարբեր սուրհանդակների կողմից թեմաներ չբերվեն մեր օրակարգ։ Հայաստանի դիվանագիտությունը զգոն պետք է լինի։